Ասեմ, որ շտաբը հայտարարություն կտարածի, մենք իհարկե սա քաղաքական է, սա Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի դեմ ուղղված հերթական քայլն է, մենք տեսնում ենք, որ հասարակության մոտ քանի որ աճ կա դեպի վստահության աճ կա ու շատ արագ է աճում այդ վստահությունը, մեր նկատմամբ իշխանությունները գնացին հերթական բռնությանը, հերթական ապօրինությանը, երևի տանկի փողը շատ մեծ է եղել, որպեսզի դա ներկայացնեն իբրև թե բերել է, ակնհայտ է, որ ընդամենը խնդիր է դրված եղել ինչ-որ ձևով, ինչ-որ մեկին կապել Սամվել Բաբայանի հետ և այդ շրջանակում ազատությունից զրկել, որպեսզի մեր դաշինքին հարված հասցվի։ Իսկ շարունակական կլինեն նման գործողություններ, ինչ եք կարծում Չեմ կարող բացառել, որովհետև իշխանությունը եթե հաց բերողին է սպանում, մեզ ձերբակալելու մեջ կարծեք թե որևէ խնդիր չպետք է ունենա։ Պարոն Մարտիրոսյան, ԱԱԾ-ի տարածած հաղորդակցության մեջ նշվում է, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է Իգլա տեսակի այդ հրթիռային համալիրի ապօրինի ձևով ներկրման կասկածանքով և ևս 2 հոգի գործել են հենց նրա ցուցումով։ Ինչ եք կարծում, դուք նշում եք, որ սա քաղաքական ձերբակալություն է, այդ դեպքում ինչ գործ ունի այստեղ Իգլան։ Ես էլ չգիտեմ։ Երևի Իգլան չափսերով ավելի փոքր էր, քան ասենք հրասայելի տանկի փողը, դրա համար էլ Իգլա են դրել։ Ակնհայտ է, որ այս պահին ինչ-որ հեքիաթային եղանակով Իգլա է հայտնվում և այն կապվում է Սամվել Բաբայանի հետ։ Դուք բացառում եք, որ նա կարող է որևէ կապ ունենար նման։ Իհարկե, անիմաստ է, իմաստը որն է, իմաստն եմ ուզում հասկանամ, իմաստը գոյություն չունի, ակնհայտ է։ Գուցե Սասնա ծռերի հայտարարությունից հետո նաև իշխանությունները մտավախություն ունեցան, որ եթե խումբը զենքի միջոցով է պայքարը տեսնում։ Հիմա ես ինչ անեմ, որ իշխանությունները ապօրինի են, իշխանությունները հասարակության մոտ զրո հեղինակություն ունեն ու իրենց սարսափից յանծահից ելնելով ամեն ինչ կարող է իրենց թվալով չեմ կարծում, որ մարդկանց պետք է ազատությունից զրկեն, այն էլ իմիջիայլոց մի հատ ուրիշ կոնտեքստ էլ կա այս հարցի մեջ, որը կարծում եմ մեծ ուշադրություն պետք է դարձնել։ Սամվել Բաբայանին ազատությունից զրկում են այն պահին, երբ այստեղ Արցախի խնդիրն է այս ընտրություններում շատ լայնորեն քննարկվում և ակնհայտ է, որ Սամվել Բաբայանը կոշտ գծի կողմնակից է, ոչ թե հողերը վերադարձնելու կողմնակից է և հիմա իրեն ազատությունից զրկում են։ Սա ևս շատ հետաքրքիր տեսանկյուն է, ասեմ։ Նայեք, Սամվել Բաբայանը Օրո դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված չէ։ Նա նաև ձեր Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի, այո։ Նա քարոզարշավներին չի մասնակցում։ Այսինքն նրա մասնակցությունը ընդհանրապես աջակցություն է, այսպես ստվերում անմիջապես ներգրավված չէ։ Ինչու, քանի որ դուք քաղաքական դրդապատճառ եք այստեղ տեսնում, ինչու է հենց թիրախավորվել Սամվել Բաբայանը եւ ոչ թե ասենք Ռաֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը կամ Վարդան Օսկանյանը, ինչու են Սամվել Բաբայանը։ Նախ թեկնածուներին այս իրավիճակում ձերբակալել, ազատությունից զրկելը շատ մեծ աղմուկ կլինի, դա մեկ, թեև չեմ կարծում, որ սա էլ պակաս աղմուկ է ունենալու, այնուամենայնիվ, որովհետև անմիջականորեն մարդիկ նախընտրական պայքարի մեջ են, ցուցակի մեջ են, իրավական առումով որոշակի խնդիրներ հարուցում են, բայց ակնհայտորեն Սամվել Բաբայանը համակիր լինելով սովորական համակիր չէ, ինքը ռեսուրս ունի, համակիրներ ունի, իր խոսքը լսում են։ Առանցքային դերակատար էր դաշինքում։ Ոչ թե առանցքային դերակատար, այլ շատ կարևոր համակիր, որովհետև մարդ է, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք համակրում են, հարյուրներ են, հազարներ են, հարյուր հազարներ են հիմա, բայց իր խոսքը լսելի է, իր խոսքի հետ հաշվի են նստում, հասարակությունը իր խոսքին սպասում է, դրա համար ինքը ուղղակի պարզապես համակիր չէ, այդ իսկ պատճառով հաշվի առնելով իր կարողությունները, հեղինակությունը իրեն են թիրախավորել։ Քաղաքական, այսինքն կոնկրետ հենց Սամվել Բաբայանից ինչ-որ վախ ունի իշխանությունը։ Իշխանությունը առաջերտին ժողովրդից վախ ունի, որովհետև եթե ժողովրդից վախ չունենար, մնացածը շատ ավելի հեշտ է լուծել, բայց քանի որ գիտի, որ ժողովուրդը իրեն չի վստահում, իսկ Սամվել Բաբայանի նման գործիչներին վստահում է, Օհանյան Ռաֆի
Օսկանյան դաշինքի անդամներին վստահում է, որտեղ այնտեղ են ոչ միայն մարդիկ, ովքեր պետական գործունեություն ունեն իրականացած, այլև բազմաթիվ ազատամարտիկներ։ Դրա համար իշխանությունը վախենալով եւ նաեւ իմանալով, որ մենք շատ տարակ, այսպես ասենք, այս վերջի մի քանի օրերին աճ ենք ունեցել, հասարակության տրամադրությունը մեր նկատմամբ փոխվել է դեպի դրականը եւ մեծ ծավալով, դրա համար նմանատիպ քայլերով փորձում է կասեցնել մեր, այդպես ասեմ, հարաճուն համակարգը։ Կարծես թե փորձում եմ, բայց մենք շատ ակտիվ նորից շարունակելու ենք մեր քարոզարշավը, սա մեզ չի կանգնեցնելու։ Ընդամենը եւս մեկ անգամ իշխանությունները ցույց տվեցին այն, ինչ որ ակնհայտ է սկզբից, որ Վանյան Ռաֆի Օսկանյան դաշինքը իրենց համար թիվ 1 մրցակիցը եւ նաեւ որոշակի իմաստով թիրախն է։ Պարոն Մարտիրոսյան, շատ են խոսում, կարծես թե անդադ այդ մամուլում հրապարակումներ էին լինում, որ Օրո դաշինքը կարծես թե Վանյան Ռաֆի Օսկանյան դաշինք։ Այո, Օսկանյան Ռաֆի դաշինքը պատրաստվում էր հետընտրական զարգացումների։ Դուք նման ծրագիր ունեք, նկատի ունեմ, որ եթե տեսնեք, որ ձեր քվեները իսկապես տեղ չեն հասել իրական քվեները, ապա միանշանակ փողոց եք դուրս գալու։ Ճիշտն ասած, մենք այս պահին մինչ քվեարկությունը եղած աշխատանքներով ենք զբաղված, համակարգում ենք դա, հանձնաժողովի անդամներով լրացրեցին բոլոր տեղամասերը ժառանգության հայտով, նաև վստահելի անձիկ են լինելու, վստահված անձիկ են լինելու տեղամասերում, կփորձենք դիտորդական տարբեր առաքելությունների հետ համագործակցված աշխատել նաև։ Ինչ վերաբերվում է հետընտրական զարգացումներին, ապա մինչև քվեարկությունը չլինի, հետընտրական զարգացման մասին խոսելը կարծում եմ այս աշխարհում ոնց որ թե ոչ մի բան չի բացառվում, ինչպես տեսնում եք։ Ես նկատի ունեմ բացառում եք այն ծրագիրը, որի շրջանակներում հնարավոր Սամվել Բաբայանը։ Այսինքն նախնական, որ մենք իբր ծրագիր են կազմել, չէ, նախնական տես ծրագիր գոյություն չունի։ Ոչ։ Քվեները տեսնեք, իրապես ստացած քվեները տեսնեք։ Այ հենց շատ լավ հարց տվեցիր, եթե։ Երբ որ եթե ժամանակը կգա, ես ասեցի, պատասխանեցի, եթե կլինի այդպես իրավիճակ, մենք այդ ժամանակ կքննարկենք։ Մենք այս պահին ծրագիր չունենք հետընտրականի, մենք այս պահին ծրագիր ունենք ու այդ իրականացնում ենք, որ շատ ակտիվորեն տեղամասերում պայքարեն մեր դա մեր ձայները չեն ասեմ, դա քաղաքացիների ձայներն են, մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։ Ինչ կլինի ամսի 2-ին, դա պարզ կլինի 3-ի առավոտյան, մենք արդեն ըստ դրա համապատասխան որոշում կկայացնենք։ Պարոն Մարտիրոսյան, ով է փաստաբանը Սամվել Բաբայանը։ Չեմ կարող ասել, որտեղ չգիտեմ։ Ինչու է դա գաղտնի պահվում, ինչու։ Ես ուղղակի տեղյակ չեմ, այդտեղ գաղտնի բան չկա։ Դուք երկում եք ԱԾ-ի հայտարարությունը, բայց չեք կարծում, որ հանրության շրջանակներում կարող է կարծիք ձևավորվել, որ դուք մեղի գցում եք քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի վրա, այսինքն Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապում եք քաղաքական դաշտի նման այս պայքարի հետ իշխանությունների։ Ես կարծում եմ դա ակնհայտ է ու կարծեք թե Հայաստանում արդեն բոլորը պատրաստվում են զինվել եւ զինված պայքար տանեն։ Իշխանությունների վերջի գործողություններից դա է երևում։ Պարոն Մարտիրոսյան, եթե փորձենք ամփոփել Սասնա ծռեր 2 ծրագիրը, որ վերջին շրջանման ընդհատ գրվում էր, բացառում եք, որ եղել է նման ծրագիր ձեր դաշինքի կողմից։ Իհարկե բացառում եմ եւ դա հերթական հերյուրանքն է, արդեն երկար ժամանակ է ժամանակ թերթը զբաղված է հերյուրանքներ տպելով սկզբում ժառանգության հաշվին, ժառանգության վերաբերյալ, հիմա Օանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի վերաբերյալ, դա մար կարծում նույնիսկ դա համակիրներն են ասում այն ժամանակ թերթը չէ, Դե ես իմ անունից եմ պատասխանում, ես գոնե այդ հատվածը շատ ակնհայտորեն իմ մոտ ֆիքսվել է։ Դուք հնարավոր համարում եք, որ առաջիկայում Չէ, ժամանակ թերթը տպագրում է, մնացած հետո հերթով սկսում են տիրաժավորել։ Այդ մեխանիզմը շատ վաղուց հայտնի է։ Որ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի այլ անդամներ նույնպես առաջիկայում ձերբակալվեն։ Ես մի անգամ արդեն ձերբակալված եղել եմ, ոչ միայն ձերբակալված, կալանավորված, հիմա էլ մեղադրյալ եմ, դա համար քանի որ գիտեմ, այսպես ասեմ, սեփական մաշկի վրա, որ մեր երկրում ապօրինությունը հեռու չէ, եւ վերջապես այսօր ընդամենը Ածբերող Արտուր Սարգսյանին հուղակավորեցին, ում եւս ապօրինի երկրորդ անգամ ձերբակալեցին եւ կալանավորեցին կներեք եւ մավանդուր հասցրեցին, որտեղ ստիպված ցածադուր արեց, ով կարող եմ ես բացառել։
Անդրեաս Ղուկասյանը հիմա էլի նույն կերպ կալանքի տակ է։ Քանի որ դուք սա որպես ճնշում եւ քաղաքական դրդապատճառով Նորից եմ կրկնում, չեմ կարող բացառել։ Հայաստանը այլևս ոչ թե մեր ասելով, այլ հեղինակավոր արդեն միջազգային որոշ կազմակերպություններ արդեն Հայաստանը ավտորիտար պետություն են համարում, իսկ ավտորիտար երկրներում ոչինչ բացառված չէ։